Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 5-ին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո նավարկող «Մարիներ» լցանավը Ատլանտյան օվկիանոսի չեզոք ջրերում ենթարկվել է ամերիկյան ռազմանավերի հետապնդմանը։ Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ առափնյա պահպանության ուժերը հետապնդել են «Բելլա-1» լցանավին, որի անձնակազմը որպես ապահովության նշան տախտակամածին լուսապատկերել են Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը։ Այդուհանդերձ, ինչպես վկայում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, ամերիկյան կողմը շարունակում է հետապնդումը, թեև լցանավը ԱՄՆ-ի տարածքային ջրերից 4000 մղոն հեռավորության վրա է։ Լցված լցանավը, որ երևում է ամերիկյան հետապնդումից ապահովագրվելու նպատակով փոխել է անվանումը եւ նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների է ենթարկվել նախանցյալ տարի որպես Ռուսաստանի ստվերային նավատորմի միավոր։ Ըստ երևույթին միջադեպը պայմանավորված է Վենեսուելայի շուրջ նոր իրավիճակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկրի նավթահանքերը եւ ենթակառուցվածքները պետք է անցնեն ամերիկյան ընկերությունների կառավարմանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բաց տեքստով ասել է, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը Լատինական Ամերիկայում անելիք չպետք է ունենան եւ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ արևմտյան աշխարհամասի որևէ երկիր ծառայի թշնամու շահերին։ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր երևի թե առաջին անգամ է, որ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Իրանի հետ նույն թշնամական հարթության վրա է դնում Չինաստանին եւ Ռուսաստանին։ Reuters-ի տեղեկություններով ամերիկյան զինված ուժերին նախապես տրվել է «Մարիներ» լցանավը վնասելու հրաման, որ հետո փոխվել է։ Այժմ խնդիրը նրա բռնագրավումն է։ Լրատվամիջոցը համեմատել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը նույն կերպ բռնագրավել են վենեսուելական մի քանի լցանավ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերը եւ ապահովել չեզոք ջրերում անվտանգ նավարկությունը։ Ակնհայտորեն զգացվում է, որ Մոսկվան ծայրահեղորեն զգուշանում է Վաշինգտոնի հետ հարաբերությունների սրացումից։ Պետքարտուղարությունը հունվարի 5-ին անհասցե հորդորել է նախագահ Թրամփի հետ խաղեր չխաղալ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆը եւ Թրամփի փեսա Քուշները բժամանել են Փարիզ, որտեղ եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ պետք է քննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։ Ուկրաինական կարգավորման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշման որևէ փոփոխություն, որ կտանի դեպի եվրոպական մոտեցման հետ մերձեցման, Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի համար ճակատագրական է։